Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հաստատվեց զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս 24 ամսյա պարտադիր ծառայությունը կրճատել մինչեւ 18 ամիս 1.5 տարի։ Նախագիծը ներկայացնում էր Սուրեն Պապիկյանը, ով խորհրդարանում հայտնել է, որ զինված ուժերի նոր համալրման կարգը կմեկնարկի 2026 թվականի հունվարի 7-ից։ Նրա խոսքով 18 ամսյա ժամկետով ծառայություն կանցնեն 2025 թվականի ձմեռային զորակոչով պարտադիր զինվորական ծառայության կոչվող քաղաքացիները։ Կրճատումը չի ազդելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա, ասել է նա։ Արձագանքելով պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցադրմանը 2022-ից 25 թվականների ընթացքում պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի կնքման արդյունքում Պաշտպան Հայրենյաց ծրագրից դուրս զինվորական ծառայություն իրականացնողների թվի վերաբերյալ Պապիկյանը նշել է, որ 2025 թվականին այդ թիվը գերազանցում է 1000-ը։ Պապիկյանի խոսքով սա կարևոր ցուցիչ է, որը վկայում է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում զինվորական ծառայությունն ընդհանուր առմամբ դարձել է ավելի գրավիչ ոչ միայն Պաշտպան Հայրենյաց ծրագրի շրջանակում, այլև այն քաղաքացիների համար, որոնք ժամկետային ծառայությունից հետո տեսնում են իրենց ապագան զինված ուժերում։ Հանձնաժողովը կողմ քվեարկեց, որպեսզի զինվորական ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը հրատապ կարգով ընդգրկվի աժալիագումար նիստերի օրակարգում։ Պապիկյանն ասել է նաև, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ազատվի ռիսկային կադրերից զինված ուժերում։ Պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու վերջին շրջանում մի շարք փորձառու սպաներ ազատվել են կամ հեռացվել ծառայությունից, Պապիկյանը մասնավորապես պատասխանել է. պետք է հասկանալ, թե իրականում ինչ փորձ ունեին այդ մարդիկ։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի խնդիրների մասին գաղտնիք չէ, որ հաճախ է խոսվել։ Հետևաբար պետք է ազատվել ռիսկային մարդկանցից, ինչը հիմա էլ տեղի է ունենում։ Լրագրողների հետ զրույցում էլ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը վերադարձնելու հնարավորություն տեսնում է։ Իհարկե տեսնում եմ հնարավորություն սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով, ասաց Պապիկյանը։ Վերջինս սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի անելիք է համարում նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերի ճշգրտման հարցը։ Հարցին տեղեկություն ունի, թե ինչ 110 կիլոմետրի մասին է խոսում Ալեն Սիմոնյանը, Պապիկյանը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը։ Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովին, հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ պիտի հանձնաժողովն աշխատի, կարծում եմ իմաստ չունի, ասաց նա։ Միևնույն ժամանակ Պապիկյանը նշեց, եթե Ալեն Սիմոնյանը թիվ է ասել, ապա դրա համար բավարար հիմքեր ունի։ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում։ Այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը, հավելելով, որ գերիների մասին խոսել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։ Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից մեզ վրա որևէ սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրաձայնենք։ Միջազգային ատյաններում ու կառույցներում էլ այս հարցը բարձրաձայնել ենք ու շարունակում ենք բարձրաձայնել եւ Կարմիր խաչի բացակայության հանգամանքով եւս մի ալիք նամակներ է գնացել։ Սակայն ադրբեջանական կողմի հետ այս հարցով ուղիղ խոսելը մեզ համար նոր իրավիճակ էր, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած։ Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն եւ հիմնավորել նրբանկատ, որպեսզի կողմերի միջև առաջանա վստահության եւ փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի արդյունքում հույս ունենք, որ այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն, ասաց Սուլթանյանը։ Նաիրա Սուլթանյանի խոսքով գերիների հստակ թիվ կամ մարդկանց կոնկրետ անունների հետ կապված իրենց պատասխան չեն տվել, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները իրենց վստահեցրել են, որ բանակցությունները կողմերի միջև այս հարցով շարունակվում են։ Պատվիրակության անդամներից Բորիս Նավասարդյանի խոսքը մի փոքր ավելի լավատեսական էր։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ, ոնց եւ ինչպիսի լուծում կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական են, չէի ուզենա դրանց մասին խոսել, ասաց նա։ Արդեն 4-րդ օրն է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի տարբեր հատվածներում հրդեհներ են մոլեգնում։ Նոյեմբերի 21-ին տեղեկություն տարածվեց, որ մի քանի օջախներով հրդեհներ են Նավուր Թթուջուր ճամբարակ ճանապարհահատվածում, որն առավել հայտնի է որպես Սարի ճամփա։ Հրդեհը տարածվել է ճամբարակից դեպի հյուսիս-արևմուտք հասնելով Այգուտ գյուղի անտառներ։ Այրվում է նաև Նավուր գյուղի Սրտնի կոչվող հանդամասը։
Բերդում Սպուտնիկ Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Նավուր գյուղը կարծես խիտ մառախուղի մեջ լինի, եւս մեկ հրդեհ նկվել է Դիլիջանի հատվածում թունելից դեպի Վանաձոր տանող ճանապարհահատվածի ձախակողմյան անտառներում։ Հրդեհի մեկ օջախ էլ Հովքի Ենոքավանի մոտակայքում է։ Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցությունն առաջարկում է Հրազդանի Կիրճ փողոցը վերանվանել լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի անունով։ Այս մասին տեղեկանում ենք խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի գրառումից։ Մայր Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցին Հրազդան մարզադաշտի հարևանությամբ Հրազդանի Կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոց վերանվանելու նախագիծ գրել է նա։ Հայազգի լեգենդար նախկին ֆուտբոլիստ եւ վաստակավոր մարզիչ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 99 տարեկան հասակում։ Սիմոնյանի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ Նոյեմբերի 29-ին Նիկիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից, հայտնել էր Միրզոյանը։ Նիկիտա Սիմոնյանը 1949-ից 1959 թվականներին խաղացել է Մոսկվայի Սպարտակում եւ իր խփած 160 գոլով նա ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։ Նիկիտա Սիմոնյանը 1973 թվականին Երևանի Արարատի մարզիչն էր, երբ Արարատը դարձավ նախկին խորհրդային միության չեմպիոն ու գավաթակիր։ Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղաշապատ համայնքի ավականուն ընտրությունների վերջնական արդյունքները։ Համաձայն դրանց մեկ շաբաթ առաջ անցկացված քվեարկությանը 69924 ընտրողներից մասնակցել են 31535-ը։ Նորընտիր ավականիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ։ Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը, որն ստացել է 15298 քվե, հաղթանակ կուսակցությունների դաշինքը 10051 քվե եւ Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը 1692 քվե։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիրը Վաղաշապատի ավականիում կստանա 19 մանդատ, հաղթանակ դաշինքը 12 մանդատ եւ Մայր Հայաստանը 2 մանդատ, ասված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրություն։ Նոյեմբերի 23-ին ավտովթարը տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 12:40-ի սահմաններում Վարդենիս Ծովագյուղ ավտոճանապարհի 55 կիլոմետրի հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Սնիր վարած Opel Astra Magnishi ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին եւ կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը եւ ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Փափակ Ս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակ բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը եւ ուղևորը հայր եւ որդի են։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։